Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Փաշինյանը զոհված աղջկա մեղադրում է փախնելու մեջ։ Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տվել եւ բղավել 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժա Մոսյանի դստեր Արմինե Մոսյանի վրա։ Նշենք, որ Մերուժա Մոսյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Հիշեցնենք, որ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախացներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել», պնդելով, որ նրանք Արցախում ապրել են Հայաստանի հարկատուների հաշվին։ Այնուհետ Փաշինյանը հերքեց, թե փախած է անվանել Արցախից տեղահանվածներին Արմինե Մոսյանին եւ իր որդուն հրավիրելով կառավարություն, ուղիղ եթերում իրենից եւ իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու համար։ Նշել էր, թե եթե կառավարություն գալի իր համար ընդունելի չէ, պատրաստ է նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, հարմար ժամի, կրկին ուղիղ եթերում, նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։ Կադրեր տարածվեցին նաև Արմինե Մոսյանից, երեխան գրկին, ադրբեջանական հրթիռներից պատասպարված, որ ինքը պականները անվանում էին փախածներ։ Այս արարքին հաջորդեց քաղաքասարակության բուռն արձագանքը, որոնք դատապարտում էին Փաշինյանի արտահայտությունները։ Չուշացավ նաև Արցախի ազգային ժողովի հայտարարությունը, որտեղ խմբակցությունները անընդունելի եւ դատապարտելի են համարել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները Արցախից բռնահանված հայրենակիցների վերաբերյալ։ Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումը անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ։ Իրավապաշտպանները նշում են, Փաշինյանի ներողությունները դարձել են նախընտրական քարոզարշավի գործիքներից մեկը։ Հայտնի է, երբ կբացվի հայ-թուրքական սահմանը։ Թուրքական լրատվամիջոցը նյութ է հրապարակել, երբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը վերնագրով։ Նշվում է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, եւ չնայած երկու երկրներն էլ պատրաստ են իրենց մաքսային շենքերի բացմանը, գործընթացը դեռևս ավարտված չէ։ Տեղի պաշտոնյաները հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ։ Այն փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիա եւ Ադրբեջանի միջև։ Նշվել է, որ որոշումը կկայացվի Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Ըստ տեղեկությունների, Ալիջան սահմանային անցակետի բացում նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Թուրքիայից նշում են, Հայաստանի վարչապետը ցանկանում է, որ սահմանները բացվեն հնարավորինս շուտ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում պատերազմ չի լինի։ Եթե 2021 թվին էլ ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունները չէինք ստորագրի Պրահայում։ Ես որևէ կասկած չունեմ, հայտարարել է Քոչարյանը։ Ռոբերտ Քոչյանը նաև նշել է, որ իրենք ռևանշիստական նկրտումներ չունեն։ Երկրորդ նախագահը ընդգծել է, որ այս իշխանությանը հերոսներ պետք չեն։ Նրանց պետք է մարդիկ, որոնց համար Ստամոքսն է առաջին տեղում։ Հարցին, թե փաստորեն պատերազմ չի լինելու, եթե Քոչյանը գա իշխանության, երկրորդ նախագահը պատասխանել է. իհարկե չի լինելու։ Հիշեցնենք, որ Քոչյանը նույնպես ընտրություններում առաջադրվել է վարչապետի պաշտոնի համար։ Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմաններ։ Դաշտային այցի ընթացքում նա գնահատել է ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը եւ իրավիճակը սահմանամերձ ուղղություններում։ Ըստ նրա, ցամաքային զորքերի ստորաբաժանումները գտնվում են մարտական եւ բարոյահոգեբանական առավելագույն պատրաստվածության մակարդակում։ Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի զորքերի հրամանատարը ընդգծել է, որ սահմանախախտների ցանկացած գործողություն կաժանանա խիստ եւ վճռական պատասխանի։ Թեև ադրբեջանական կառավարությունը շարունակ պնդում է, թե իրենք վերակառուցում են օկուպացված Արցախը, օտարերկրացի ճանապարհորդի ներկայացրած փաստերը այլ բանի մասին են վկայում։ Կորեացի ճանապարհորդ Յանգ Մինը օրեր առաջ YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատվում է օկուպացված Արցախ կատարած իր այցի մասին։ Կորեացի ճանապարհորդը ներկայացրել է, որ Բաքվի արձանագրածը ամենևին կապ չունի իրականության հետ։ Յանգ Մինի այցի նպատակը Արցախի հայկական հետքն ու հայկական հուշարձանները տեսնելն է եղել։ Կորեացին փաստում է, որ ամենուր հայկական հուշարձանները ավերված են։ Կորեացի զբոսաշրջիկը փաստում է, օկուպացված Արցախի տարածքում բացակայում է կապը։ Բացի դրոշների ցուցադրությունից, ադրբեջանական պորտքուն երաժշտությունից, անկանոն վանդալիզմից, կորեացի զբոսաշրջիկը տեսավ, որ ադրբեջանցիները ցանկանում են, որ ամեն բան, ինչը հայկական է, վերացվի։
Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչպես է Մեծն Ֆրունզիկը խոսում կանանց մասին։ По-моему, она самая активная участница спектакля. Внутри у нее 3 разных человека. Девочка, мать и бабушка. Поэтому она смотрит спектакль непосредственно как девочка, бесконечно эмоционально, как мать, и, наконец, добрая и мудрая, как бабушка. Во время спектакля первым смеется женщина. Первые слезы тоже женские. А магическое браво. Вот хорошо их знают актеры, которые слышно из зала. Женское браво. Браво! Вы знаете, не так, как мужчины. Браво, браво. Чего они боятся? Нет. Браво! Вот почему, дорогие женщины, от души хочу поздравить вас с замечательным праздником. И позвольте мне повторить ваше прекрасное театральное слово «браво». Բրավո ժեշ։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։